Նոր տարին 100-ամյա, գուցե 1000-ամյա տոն է բոլոր ազգերի համար։ Հայերն ունեցել են 3 նոր տարի, դրանք կոչվել են Նավասարդ, Կաղանդ եւ Ամանոր։ Հայերի թերևս ամենաավանդական նոր տարին նշվում էր մարտի 21-ին։ Տարեմուտը ձմռանը սկսել են նշել ավելի ուշ։ Ամանորը մեր ժամանակակից ընկալման իմաստով, այսինքն դեկտեմբերի 31-ի գիշեր հունվարի 1։ Հայկական մշակույթ մտել է շատ ուշ, 19-րդ դարի վերջ, 20-րդ դարի սկիզբ։ Եվ 19-րդ դարի վերջում գոնե մենք չունեինք այդքան լայն տարածված ու արմատացած սովորություններ Ամանորի հետ կապված, որը խորհրդանիշերի ձևով դրսևորվեր, հա, արդեն 20-րդ դարից սկսած խորհրդային իշխանության թիրախավորված քաղաքականության արդյունքում այդ բոլոր մեզ այսօրվա հայտնի սիմվոլները մտան կենցաղ, նույն Եղևնին որպես պարտադիր ատրիբուտ, տոնական բացիկները, տոնական զգեստը։ Բարություն, ներողամտություն, համեմված բարձր տրամադրությամբ հին հայկական Ամանորի ավանդական բաղադրատոմսն էր, որն այսօր էլ անփոփոխ է յուրաքանչյուր ընտանիքում։ Ամանորի գիշերը հաշտվում են անգամ ոխերիմ թշնամիները, որոշ բնակավայրերում ընդունված էր ընտանիքի բոլոր անդամների բերաններին մեղր քսել, իսկ իրար թթու խոսք ասելը արգելվում էր։ Ավանդապաշտ հայերը կարծում էին, որ խոսք աղբը կպղծի օրվա մաքրությունը, չարիք կդառնա ամբողջ տարվա համար։ Ձգտում էին հաշտվել իրար հետ անգամ նրանք, ովքեր մինչ այդ ինչ-ինչ պատճառներով գժտություններ էին ունեցել, նոր տարվա համար պարտադիր թարմ հաց էին թխում, պարտադիր թարմ թթխմոր էին վերցնում, այսինքն մի բան, որը հետ տարվա ամբողջ գալիք տարվա բարեկեցությունը իր հետ պիտի բերեր, պիտի ապահովեր, ձգտում էին այդ անմեղության, արդարության այս սիմվոլները շատ գործածել ամանորյա սովորույթներում։ Ամբողջ տարվա ընթացքում հնարավոր էր, որ մեկը, օրինակ հորեղբայրս, ունենար փողոցում մարդ, ում հետ ինքը խռով էր, մինչև նոր տարվա զանգերի ազդարարելը անպայման թակում էր բոլոր այն դռները, ում հետ հաշտ չէ եւ իրականանում էր այն հրաշքը, որ կարող է մարդը իր մեջ այդքան ուժ գտնել, որովհետեւ ինքն էլ անկախ իր տարիքից հավատում էր նոր տարվա գիշերվա, ամանորյա գիշերվա հրաշքին։ Հնում ամանորին հատուկ նշանակություն էր ստանում թոնիրը, որի շուրջ համախմբվում էր ամբողջ Գերդաստանը։ Տարեմուտի գիշերը ընտանիքի ամրությունը խորհրդանշող գերանը օջախի մեջ էր դնում տանտերը եւ վառ պահում մինչեւ Սուրբ Ծնունդ։ Հյուրերը մի կտոր փայտ էին ավելացնում կրակին, որի վրա պատրաստվում էին Սուրբ Ծննդյան կերակուրները։ Թոնիրը նաև սուրբ տեղ էր համարվում, այն չէր կարելի կեղտոտել, այն միշտ պիտի մաքուր պահել, անգամ այն շրջաներում, որտեղ եկեղեցի չկար, ավանդական կենցաղում թոնիրի շուրջն էին պսակ կատարում, ամուսնացնում։ Հայրական տանս շատ կարևոր էր, որ մենք անկախ որ երկրում գտնվեինք այդ պահին, այնպես պետք է ծրագրեինք, որ 3 եղբայր լինեինք հայրիկիս եւ մայրիկիս կողքին այդ գիշեր։ Դա չգրված եւ շատ խիստ օրենք էր։ Մեր տանը ընդունված է, որ ամանորյա նվերներ հանձնենք մեր ձեռքի պատրաստած աշխատանքներով։ Մեկը նկարում է, մյուսը մետաքսի վրա է նկարում, փոքրիկ մսուրներ ենք պատրաստում։ Յուրաքանչյուր տանտիրուհու համար ամանորին շքեղ եւ առատ սեղան ունենալը այն ժամանակ էլ պատվի հարց էր, սակայն ի տարբերություն ժամանակակից կանանց, հնում հայ կանայք չէին կարող անհրաժեշտ պարագաները ձեռք բերել մի քանի օրում։ Տոնի նախապատրաստությունները հայկական ավանդական ընտանիքներում սկսվում էին դեռ գարնան սկզբից։ Առաջին մրգերից տանտիկինները չիրուչամիջ էին պատրաստում, աշնանը գինի էին սարքում եւ խնամքով պահում տոնական սեղանի համար։ Շաքարչորակին ես սովորել եմ իմ հորաքույրից, երբ որ ես փոքր էի ու գնում էի գյուղ, ինքը անպայման պատրաստում էր, ինձ համար սա մանկության այսպես հիշողություն է, ինչպես որ նոր տարին չէ, ասոցացվում է մանդարինի հետ։ Ամեն մարդ երբ որ ուտում է, ինքը իսկապես այդ զգացողությունը ունենում է։ Այս կտորում բաժինն է,
Ամենահետաքրքրականը եւ իր մեջ ամփոփողը դա տարեհացի սովորույթներ, որի ինչպես պատրաստման գործում, այնպես էլ մատուցման ու կիսելու գործում մեր հասարակական շատ նորմեր էին դրսևորվում, հա, այսինքն համարում էր, որ տարեհացը պիտի պատրաստի տան ավակ կինը, պիտի պատրաստի առավոտ շուտ, երբ որ դեռ ամեն ինչ արդար է։ Տոնական զարդարված սեղանը յուրաքանչյուր տանտիրուհու տարվա ընթացքում արած գործերի յուրահատուկ ստուգատեսն էր, իսկ ինչ են այսօր կարևորում հայ տանտիրուհիները տոնական նախապատրաստությունների ժամանակ։ Տիկին Նարինեն վստահեցնում է, որ Մաչանենց տոնական սեղանին նույնպես սեփական այգու բարիքներից կան ավանդական չորագին, հատիկեղենը, ճիրն ու չամիչը, վաստուրման, էջմիածնի քյուֆթան։ Այս ընտանիքում փորձում են հավատարիմ մնալ պապերից եկող ավանդույթներին եւ հատկապես տարեմուտի նախապատրաստությունների ժամանակ ներգրավել ընտանիքի բոլոր անդամներին։ Մի քանի ժամից նոր տարի է, վաղուց զարդարված են տոնը խորհրդանշող ծառերը, տներում վառ են լույսերը, բաց են դռները, տանտիկիները վերջին շտկումներն են անում տոնական սեղանների, իսկ երեխաները սպասում են ամանորի հրաշքին։ Լիաննա Չիչակյան, Արթուր Մանուչարյան, մշակութային ազդագիր։